Բարև ձեզ։ Իրականությունն ունի իր լուծումը։ Դեպի այն գնալու համար հարկավոր է հասկանալ, թե որոնք են սխալ ճանապարհները։ Այս մեկը մեզ մոտ չի ստացվում։ Սխալ ճանապարհով մենք կարողանում ենք գնալ անվերջ երկար։ Այսօր իմ հյուրն է հենց այս մտքերի հեղինակը, վերել քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ, վերլուծաբան Արտժոն Պեպանյանը։ Բարև ձեզ, պարոն Պեպանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Այն ինչը սկիզբ առավ Ազատության հրապարակում եւ շարունակվեց Բաղրամյան պողոտայում, ինչ էր, ինչ կատարվեց։ Առանձնապես ոչինչ, ընդհանրապես սա 4-րդ փորձն էր մի արարքի, մի գործողության, որը մինչ այդ 3 անգամ ունեցել էր նույն ավարտը, եւ սա 4-րդ անգամն էր։ Եվ մենք 4-րդ անգամ գնացինք նույն սխալ ճանապարհով։ Ընդհանրապես տպավորություն ստեղծվեց, թե իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, այդպես էր։ Իրավիճակ չի եղել, որ վերահսկողությունը լինի կամ վերահսկողությունից դուրս լինի, ես այնտեղ եմ եղել, մի առանձնակի բան չկար, ամենաթույլ շարժումն էր մեր 3-րդ հանրապետության պատմության մեջ։ Դուք ի սկզբանե դեռ ընտրություններից առաջ ասել եք, որ ընդդիմության հոգեհանգիստն է սպասվում։ Դատապարտված էր պարտության։ Ես 2007 թվականին հեռուստաեթերով ասել եմ, որ մեր բոլոր կուսակցությունները մեռնելու են, մեր բոլոր առաջնորդները, բարոյական մահվան մասին է խոսքը, մեր բոլոր առաջնորդները, կուռքերը բարոյապես մեռնելու են, անգամ մեր կառույցներն են մեռնելու հասարակական, ինչքան որ ունենք այդ ֆոնը եկեղեցին, բոլորը մեռնելու են եւ բարոյապես եւ կարծես թե ես ճիշտ եմ ընդհանուր առումով, նաեւ կուսակցություններին է վերաբերում։ Խոսքը նաև իշխանական կուսակցությունների մասին է, իրենց թվում է թե իրենք կան, բայց իրական չկան։ Մի քիչ վախեցնող վատատեսական մոտեցում է։ Ուրեմն ինձ անընդհատ մեղադրում են հոռետեսության մեջ, ես ասում եմ, սա իրատեսություն է, եթե դուք իրականությունը չեք տեսնում, չեք ճանաչում, ապա դուք կունենաք սին հույսեր, որոնք հետագայում կպայթեն եւ դուք կմնաք կուսակցության մեջ։ Ինչ կա այս իրականության մեջ։ Իսկ ինչպես է պարտվելու այս լարված իրավիճակը, շարունակվելու են ցույցերը, ինչ է կանխատեսվում։ Ենթադրենք շարունակվեցին, հիմա եկեք քննենք, ենթադրենք շարունակվեցին, գանք 2008 թվական, այս սցենարը կգնա կամ 1996 թվական, այս սցենարը կգնա, որոնք ամենահզորներն էին, մենք դրանց ավարտը տեսել ենք, հիմա ենթադրենք թե շարունակվեց, հետո ինչ։ Հետո էլ մարում, շուտ, ինչքան շուտ այդքան լավ։ Այս մի շարժման ժամանակ ես նախորդ շարժումներին ես ընդհանրապես սկզբից մի քանի հրապարակումներ եմ ունեցել եւ ասել եմ, որ դուք անհաջողություն եք ունենալու եւ քանի որ սկսվել է այսպես պայքարը, ես գերադասել եմ լուր մնալ, որ քանի որ ինչ էլ որ ասում ես, քաղաքականացնում են կողմերից մեկին ձեռք է տալիս, մեկին ձեռք չտալիս եւ սկսում են մեղադրել տարբեր մեղքերի մեջ, ասեմ որ ազգի դավաճանի 3 շքանշան ունեմ, նախկին 3 շարժումներից ես 4-ն էլ երևի կստանամ, բայց այս անգամ ես որոշեցի, որ պասիվ դիտորդի դերում չեմ լինելու եւ անընդհատ հարցադրումներ եմ ներկայացնելու ես ընդդիմության առաջնորդներին եւ ասելու եմ, եթե դուք այս հարցերի պատասխանները չունեք, ապա դուք հաջողության չեք հասնի։ Եվ կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Էլի չունեն իրենք այդ հարցերի պատասխանները եւ վերջնարդյունքն էլ բարձր թե ինչ է լինել։ Ուզում եմ տրամաբանությունը հասկանալ։ Ի սկզբանե հայտարարվեց Ռաֆի Հովհաննիսյանի կողմից, որ ապրիլի 9-ը դառնալու այսպես չակերտավոր շարժման գագաթնակետը եւ Սերժ Սարգսյանը երթում կտա միայն իր դիակի վրայով, այսպես ասած։ Երթմնակալությունը կայացավ, ապրիլի 9-ը անցավ եւ Ռաֆի Հովհաննիսյանը ցանկանում է ժամադրել ժողովրդին ապրիլի 12-ին։ Չեմ հասկանում տրամաբանությունը։ Ինչ չեղավ ապրիլի 9-ին։ Ես էլ չեմ հասկանում։ Ասել ես խոսքի տերերի, եթե չես կարողանում հաշվարկել ինչ-որ բաներ, ես ասում պիտի պատասխան տաս, եթե դու գնում ես փողոցային մարտերի եւ քո հետևից պիտի բազմություն տանես, ապա ես քեզ ասում եմ, որ եթե անհաջողության հասնես, քեզանից պատասխան ենք պահանջելու նույն ազատության հրապարակում, քեզ կանոնեցնելու ենք այնտեղ եւ ասենք ինչու մեզ խաբեցիր։ Մենք ոչ մի անգամ սա չենք անում։ Եվ դրա համար ինչ որ մարդիկ են հայտնվում շատ դեպքերում դրսերից եւ սկսում են մեր բազմության առաջնորդները ինչ որ միտեղ չի հաջողվում բարոյական հաղթանակ են ձևակերպում իրանք շատ այնց հերոս են դառնում մեզ հուսալքեցնելով գնում են ոչ մեկ պատասխան չպահանջում իրենցից ես հիմա ասում եմ եւ ընդհանրապես օրինակ առաջի պարտվածը ես ներում եմ Վազգեն Մանուկյանին որովհետեւ ինքն էլ չգիտեր իրականությունը ես էլ չգիտեի իրականությունը ոչ մեկը չգիտենք բայց դրանից հետո վերջի հարկավոր էր մտածել եւ չգնալ նույն ճանապարհով ու անընդհատ։ Եթե մենք երկրորդ ընդդիմադիր առաջնորդից սկսած ով անհաջողություն է ունեցել մենք իրեն պատժեին կամ պատասխանատվության կանչեինք, ապա
Հաջորդ եկողները շատ կմտածեին, արդյոք մենք ունենք բոլոր հարցերի պատասխանը, արդյոք մենք կգնանք եւ հաջողության կհասնենք։ Իսկ հիմա իրենց արմեկ է։ Եթե հիմա ավարտվի շարժումը, ոչ մեկին չի ասի, այսպես կարող է մի քիչ վատ բաներ ասեն ու կանցնի կգնա։ Բայց չի կարելի այդպես, չէ։ Վերջի դրանով մենք մեզ վնասում ենք։ Ես հասկանում եմ, իրենք արդար են, իրենց ազնի, իրենք ասեն, բայց դա քիչ է։ Դա բավարար չի, որպեսզի դու կարողանաս հեղափոխություն անես ու մեր կարգի երկրում գազ իշխանություն գրավես։ Դա քիչ է։ Բայց կար հեղափոխության վտանգ։ Իրենք հեղափոխական են, բարևի հեղափոխություն, ես հեղափոխությունը ոնց հասկանամ։ Դե անունը միգուցե քիչ է շարժումը ձևավորելու համար, ինքը շարժումը հեղափոխություն էր։ Եթե իրենք պիտի իշխանություն վերցնեին, իսկ նման նպատակ կարծեմ թե ունեն, եթե չունեն, ապա ինչ են անում։ Իրենք նման նպատակ ունեն, դա հեղափոխություն է։ Դու գալիս ես ուժով, այն էլ ուժով իշխանություն ես վերցնում։ Դա հեղափոխություն է։ Կամ եթե անգամ հեղափոխությունը դու մարդկանց ստանում ես քո հետևից հուսադրում ես ամիսներ շարունակ, իրավունք ունեն այդ մարդիկ ես հարց տան, պահանջեն, ոչ թե հարց տան։ Մենք բավարարվում ենք, ասենք, քմծիծաղով, գուցե ինչ-որ անեկդոտներ հորինեն, ինչպես նախորդ առաջնորդների վերաբերյալ եղել ու անցնի գնա։ Պատասխան չենք պահանջում, մեկ ուրիշը գալիս է նորից է, դրոշ բարձրացնում, այդ նույն ժողովուրդը, որ մոռացել էր նախկին իր հուսահատվածները, նորից է գնում եւ նորից նույն բանը, ու մենք, գիտեք, սրա վտանգը որն է, այլ անվերջ խաղալ է խաղա, բայց մի վտանգ կա, որ մենք մեր հասարակության մեջ շատ քիչ են այն մարդիկ, ովքեր իսկապես ունեն արդարության ձգտում, ովքեր ունեն կամք եւ պատրաստ են անգամ որոշ զոհողությունների գնան, որպեսզի արդարության հասնեն իրենց երկրում։ Ամեն անգամ մենք նման շարժումներով ջարդելով այդ շերտին, մենք նրանց մի մասին հարկադրում ենք երկրից հեռանալ, մի մասին հարկադրում ենք, որ պատճանավորվեն, հուսալքվեն եւ ընդհանրապես որևէ քաղաքական process-ի չմասնակցեն։ Այսպես իրենք դուրս են գալիս քաղաքական ասպարեզից, ասպարեզը լցվում է իրականություն այն ուստ տեսակը։ Այս անտիմոդել առաջնորդները լինելով ազնիվ արդար պայքարի ճակատագրեր, իրենք վնաս են տալիս չհաշվարկված քայլերով։ Ես որ այսպեսի բաներ եմ ասում, ինձ ասում են ազգի դավաճան, ծախված մտավորական, ինչ-որ երկար բաներ։ Մի առիթով ասել եք, որ պիտի այնպիսի շարժում ձևավորվի, որը կկարողանա այսպես ազգին ապրելու նոր իմաստ տա։ Ով պիտի լինի այդ շարժումը նախաձեռնողը եւ ինչպիսի նյութական առումով պիտի լինի շարժումը։ Ուրեմն տեսեք, ես որտեղից գիտեի 96 թվականից, որ բոլոր շարժումները հետագա, որ եղել են մարելու են, արդյոք չի լինելու։ Ես Վազգեն Մանուկյանին էլ եմ ասել, երբ որ ինքը շարժման լիդեր էր, այսպեսի որ լավ չի լինելու, իրենք առաջի մեդալ իրենցից եմ ստացել ազգի դավաճանի, իրենց թերթում ինձ համարեցին ազգի դավաճան, որտեղ շեղում եմ մարդկանց այսպես կարևոր պայքարից։ Ինքը օրերս մի իմաստուն միտք ասա, որին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, հատկապես հեղափոխականները։ Ասեց, սա 96 թվականից մենք մտել ենք սխալ ուղու մեջ, սա կլինի այս սխալի ավարտը։ Վերջի փուլը կլինի։ Ոչ մեկը չհարցրեց, ինչու է ասում այս մարդը վերջ առաջի դրոշ բարձրացներ եւ ամենահզոր շարժում կազմակերպածն էր, բայց էլի բարդված։ Ոչ մեկ շանսը չդարձրեց։ Երբ որ Վազգեն Մանուկյանը անհաջողություն ունեցավ, ես սկսեցի ինձ հարցեր տալ։ Այդ ժամանակ ես քաղաքագետ չէի, ֆիզիկոս էի, ինչ-որ տենց թերթի խմբագիր, սկսեցի ինձ հարցեր տալ, ինչու այսպես եղավ։ Սկսեցի պատասխանը ստանում էի, էլի էի հարցնում, իսկ ինչու այսպես, ինչու այսպես։ Սկսեցի ուսումնասիրել 16-17 տարի ես այդ հարցով զբաղվում եմ։ 98 թվականից ես արդեն միանշանակ գիտեի, երբ որ մեր ազգի պատմությունը նայել էի, ասենք խորհրդային շրջան, առաջի հանրապետություն, ասենք 100 տարի առաջ մեր մեծերը ինչ մտահոգություններ են ունեցել, ինչ եզրահանգումներ են եկել, ըստ էսա նույն բանն է։ 100 տարի առաջ եւ այսօր նույն բանն է։ Եվ պարզից պարզ է, որ ասենք այն անունները, որ տալիս էին 96-ին, 2003-ին, 8-ին եւ այսօր ինչ որ իբր մեղավոր են, այդ մարդիկ հետևանք են իրականում ոչ թե մեղավոր են։ Եվ դուք եթե դուք այս շարժումները հիմա ձևավորում եք, դուք պայքարում եք հետևանքների դեմ։ Իսկ հետևանքների դեմ կանվերջ կարող եք պայքարել։ Եթե ուզում եք հաղթել, դուք պիտի հասկանաք որն է պատճառը։ Այդ է դուք հասկանաք, թե մեր հանրությունը ինչու է այս վիճակում։ Այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչա պետք անել, որ կարողանաք հաղթահարել։ Այդ դեպքում դուք նաև կհասկանաք, որ ոչ թե հանրության ինչ որ շերտերի հարկավոր է իրար դեմ հանել, որը քաղաքացիական պատերազմի վտանգ է դիմեջ կրում։ Ես դրան դեմ չեմ։ Ուտրեմ, ես գրող եմ, ես ճակատամարտեր եմ նկարագրել, սիրում եմ այդ բախումները, բայց եթե նայում ես սա լուծումն է թե չէ, լուծումը չի։ Իբրև ոգեշնչում ես։ Այստեղ ուրիշ, հա, որպես գրող կարող է։ Այստեղ դու պետք է գտնես լուծումը, իսկ լուծումը դա մի իդեա է,
մի նպատակ է, մի գաղափար է, որը պիտի այս կամ այն չափով ընդունելի լինի բոլորի համար։ Ազգի համար սահմանվի ապրելու իմաստ։ Հիմա մեր ժողովուրդը չունի այդ իմաստը։ Պատկերացրեք դուք արթնանաք եւ չունենաք այդ օրվա ձեր պլանը, համընդհանրապես ձեր կյանքի պլանը, ո՞նց կլինի դες, լավ չի լինի։ Դեմի իսկ ինչպես կարող է հանրությունը չունենա, չունի մեր հանրությունը, որ հարցնես հայ ազգ, լույսը բացվել է, հանուն ինչի եք դուք արթնանում, ամեն մեկը իր անձնականը ունի, բայց թե ազգը որպես մեկ մարմին, ինչի համար է չկա այս նպատակ, եւ դրա համար էլ ինքը պիտի քայքայվի, իր մեջ այսպես տարբեր փթող հատվածներ առաջանան։ Օրեր առաջ ասել եք, որ ով որ մինչև ապրիլի 9 ժամը 11-ը կանանց օրենքով կարգելի խոսել քաղաքականության մասին, դուք հենց նրան էլ կընդունեք որպես նախագահ։ Ինչու կինն ու քաղաքականությունը համատեղելի չեն։ Ես այնտեղ մի արտահայտություն եմ եկել, սա ինձ համար ավելի կարևոր է, քան արդարությունը։ Ինձ համար կարևոր չէ նախագահներից ով է արդարը։ Կարևորը նա է, ով կասի, որ կանայք դուք ժամանակավորապես չեք խոսելու քաղաքականությունից։ Ինչու։ Որովհետև Եվրոպաներում գուցե թե կարելի է, երբ որ ասենք իրենք դուրս են եկել մայրուղի, մի առանձնակի բարդ չէ, իրենց պետական մեքենան էս կողմ վարել, այն կողմ վարել, կինն էլ կարող է վարել եւ կինն էլ կարող է ինչ-որ լուծումներ առաջարկել։ Իսկ այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, մի ահավոր բարդ իրավիճակ է եւ այստեղ մտածող գլուխներ են պետք, որոնք պատրաստ են տարիներով մտածել, բարդ խնդիրների շուրջ ու լուծումներ դնել, համադրել, սինթեզել եւ փորձել բխող քայլեր ունենալ, հետո մտել իրականություն այդ քայլերը անել, սա կնոջ գործ չի։ Բայց ես ասում եմ, կա նաև բացառություն, ես հետո կատակով առաջարկել էի, որ եթե օրենքը ընդունի նախագահը, այնտեղ լարացում պիտի գրի, բացառության հարցը կարգավորում է Արծրուն Պեպանյանը։ Եվ տակը գրել էի, այս պահին կա 4 բացառություն։ Կա 4 կին, որոնց ես թույլ կտամ, որ իրենք խոսեն քաղաքականից։ Ընդհանրապես։ Հա։ Չկա ավել։ Միթե այդքան մտածող էակ հասկացությունից հեռու է կինը։ Ես ասում եմ կոնկրետ այս խնդիրը շատ բարդ է եւ սրա համար մտածողության որոշակի տիպ է պահանջում։ Այդ կանայք էլ որ կան, իրենք իրենց մտածողությամբ տղամարդ են։ Տղամարդու մտածողություն ունեն, այնպես սովորական կանացի մտածողությունը այս խնդրի չի գալի։ Քաղաքականությունը տղամարդու գործ է։ Չէ, ընդհանրապես հին հռոմում էլ արգելված էր կանանց խոսել քաղաքականությունից, ասեմ ձեզ։ Ես ասում եմ ներկա իրավիճակում ժամանակավորապես միջև տղամարդիկ երգը գտնեն երկիրը կանան փոսից, մենք էլ դուրս կգանք մայրուղի, պետական զարգացման առով խնդրեք, թող իրենք էլ մասնակցեն։ Իսկ հիմա մենք խանգարում են։ Նաև ասել եք, որ այսպես մենք բոլորս ճահճի մեջ ենք հազարամյա, եւ այդ հազարամյա ճահճից դուրս գալու համար ինչ տարբերակներ եք առաջարկում։ Ուրեմն ճահիճը ես այդտեղ մոտավորապես էի ասել, ավելի շատ է տևողությունը, ես վկայակոչեմ ընդհանրապես մի ֆրանսիացի հետազոտողի կարծիք, որ վերջերս 10 տարի առաջ իր մի գրքում ուսումնասիրելով մեր պատմությունը գրել, որ հայերը ավելի քան 2000 տարի գտնվում են ճգնաժամի մեջ, տնտեսական, աշխարհաքաղաքական, կրոնական, բոլոր տեսակի ճգնաժամերի մեջ։ Հիմա որ մեր հայ քաղաքական կուսակցություններին հարցնես, ինչ է նկատի ունեցել ըստ ձեզ տվյալ անձը, որ հայտնի աշխարհարչակ պատմաբանը, չեն հասկանա։ Մեր ճգնաժամը շատ վաղուց է գալիս եւ եթե մենք ուզում ենք ճգնաժամից դուրս գանք, մենք առաջինը պետք է հասկանանք, երբ ենք ընկել ճգնաժամի մեջ, ինչ պատճառներով, ինչպիսին են եղել մինչև ճգնաժամը։ Եթե մենք այս 3 հարցի պատասխանը չունենք, ապա ցանկացած բնույթի շարժում, որ այդտեղ կկազմակերպվի, արդյունք չի տալու։ Մենք հիմա մի խնդիր ունենք ընդհանրապես շարժումները ինչպես անենք, որ մարդիկ շատանան իշխանությունների գնանք վերցնենք, չէ։ Ես էլ ասում եմ, եթե ինչ որ մի հրաշքով դուք վերցնեք այդ իշխանությունը, նույնիսկ նույնն է լինել, որովհետև դուք այս հարցերի պատասխանը չունեք։ Իսկ եթե դուք ունենաք այս հարցերի պատասխանը, դուք ընդհանրապես քաղաքական պայքարի խնդիր չեք ունենա, դուք կունենաք լուծումը, իսկ այդ լուծումը, որ փորձեք ներդրել կյանքի մեջ, իշխանություններն են աստիճանաբար փոխվելու, հանրությունները աստիճանաբար փոխվելու, բոլորը փոխվելու են այդ նպատակի առկայության դեպքում, եւ ստացվելու է։ Ես համարա գաղտնիքներ բացահայտեցի։ Ամեն ինչ լավ է լինելու ի վերջո։ Հա, ես ասում եմ, կա լուծում, դրա համար հարկավոր է իմանալ սխալ ճանապարհներով մի հատկանիշ կա, մեկ անգամ որ գնաս, պիտի հասկանաս։ Մենք արդեն 4-րդ անգամ ենք, ես արդեն հոգնել եմ, ես արդեն այս անգամ միջամտեցի, սխալ ճանապարհով է գնում։ Հիմա 5-րդ անգամ, ով որ նույն ճանապարհով կգնա, թող ինձանից չնեղանա։ Ես հայտարարում եմ պաշտոնապես։ Մայիսի 5-ին նոր ընտրություններ են սպասվում, կարող է ճահճի մեջ ավելի խորանանք։ Ուրեմն ես մի բան ասեմ, հա, հաստատ։
Իստված ուզում եք ասեք դուրս գանք։ Բոլոր այն կուսակցությունները, որ այսօր կան քաղաքական հարթության մեջ, դրանց հետ որևէ հույս մի կապեք դուք, որ իրենք հնարավոր է ձեր կյանքը թեթևացնեն, որովհետև ասացի իրենք ոչ մեկը նրանք ալարում են կարդալ գրքեր, ալարում են իրենց սեփական պատմությունը նայել, 100 տարի առաջ ինչ են ասել իրենց մեծերը, ուրիշ երկրների ինչ են արել, նման բան չկա։ Իրանք ինչ-որ մի պարզ խաղի մեջ են, ոչ մի արդյունք չեն տա։ Ընդհանրապես այն կուսակցությունները, ովքեր նախագահական ընտրություններին չեն մասնակցել, գոնե չեն հայտարարել, թե ում են պաշտպանում, գոնե չեն հայտարարել, որ իրենք չեն գտնում, որ ընտրություններով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել եւ իրենք շուտով այլընտրանքային ինչ-որ ծրագրեր մեզ կներկայացնեն։ Ես ձեզ առաջարկում եմ այդ մարդկանց մոռանալ այդ կուսակցությունները։ Եթե իրենց համար միևնույնն է, թե ինչ կպատահի ինձ հետ, քեզ հետ, մյուսների հետ, երկրի հետ նախագահական ընտրությունների շրջանում, ապա նմանապես էլ իմ համար միևնույնն է, թող ձեզ համար միևնույնն է, թե ինչ կլինի իրենց հետ։ Եթե իրենք մեզ մասին չեն մտածում ճակատագրական օրերին, մենք ինչի՞ պետք է իրենց մասին մտածենք։ Ներկա քաղաքական դաշտում ոչ մեկի հետ հույս մի կապեք։ Չունեն իրենք այդ խնդրի պատասխանը։ Կյանքը ցույց է տվել, ով չի սխալվել, կարող ասել, ով չի եղել իշխանության ու չի ջախջախվել, ով է որ որոշ չի բարձրացրել պայքարի ու չի ջախջախվել, դա չկա այդպիսի կուսակցություն առանց չկա։ Հիմա քանի անգամ իրենք սխալվեն, մեզ էլ տանելով իրենց հետ դեպի անկում, որ մենք հասկանանք, որ չի կարելի իրենց լսել։ Տխուր բան եմ չի ասում։ Բավականին ելքը որոնելու համար փաստորեն համապարփակ վերլուծություններ են։ Անհրաժեշտ դեռ 100 տարի առաջ մեր մեծերը տխրությամբ ասել են, մեր մտավորականությունը ալարում է մտածել, մակերեսային խնդիրների հետևից են ընկած խորքը չեն տեսնում։ Եվ դրա համար էլ ճակատագրի հետ եղած խնդիրները, որ ունենք, ոչ թե չենք լուծում, այլ բեռ են դառնում մեզ վրա։ Նույն վիճակը հիմա այստեղ է։ Ելք կա հայ քաղաքական միտքը չասեմ, որոշ անհատներ արդեն այդ ուղղությամբ աշխատում են եւ շատ մոտ ապագայում հանրությանը կներկայացվի այն տարբերակը, որը մեզ կօգնի, որ դուրս գանք այս ճղճից առանց ցնցումների։ Շնորհակալություն լավատեսական նոտայով հարցազրույցն ավարտելու համար։ Հիշեցնեմ, այսօր մեր հյուրն էր վերել քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Խաղաղ ապրենք, հաջողություն։ Մեգապոլիս, ձեր բաց պատուհանը դեպի մեծ աշխարհը, դեպքեր, պատմություն, նոր հայացք, ինքնատիպ դիտարկումներ, այս բոլորը Մեգապոլիսի էջերում։ Մեգապոլիսն արտացոլում է կյանքը ոչ միայն այնպիսին, ինչպիսին մենք ենք տեսնում, այլ այն կյանքը, որ տեսնում ենք ձեզ հետ միասին։ Ընտրիր նոր ճանապարհը, քայլիր դեպի Մեգապոլիս ու Մեգապոլիսի հետ։